Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցել ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ամփոփում ենք շաբաթը, ինչպես միշտ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցերի մասին այսօրերին շատ է խոսվել։ Իմ հարցս հետևյալն է. ինչը մնաց ձեր հիշողության մեջ, ամենացայտունը։ Դժվար է ասել կոնկրետ ինչը ամենացայտունը մնաց, մի քանի դրվագ կար, որոնց պետք է անդրադառնալ, որովհետև հաշվի առնելով, որ սա առաջին այցն էր փոխնախագահի, որը հայտարարվում էր, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ փոխնախագահն ամերիկյան համակարգում որպես այդպիսին դա ընթացիկ պաշտոն է, որը ոչ մի բան չունի, այսինքն ինքը իրականում պետք է լիներ Ռուբիոյի այցը, ոչ թե Վենսի գալը եւ Վենսի ոնց որ ասպարեզ դուրս գալը մեծ հավանականությամբ դա ներքին պայքարն սպիտակ տանը, որը գնում է Վենսի եւ Ռուբիոյի միջեւ մյուս նախագահական ընտրություններին հանրապետական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչ որպես հանդես գալու հարցում։ Սա այն ինչ որ սենց երևում է։ Եվ եթե դա լիներ Ռուբիոն, իհարկե են բաց թողումները, որոնք եղել էին չէին լինի, բայց բաց իհարկե ամենավառը ինչով որ փակվեց, որովհետև դե ինչով ընդունեցին, լավ, մի կողմ։ Դրան կարելի է անդրադառնալ, իհարկե ցեղասպանության հիշատակման հետ կապված տվիտի ջնջելը, որը ոչ միայն վիրավորական է, այլ նաև ցույց է տալիս, թե իրականում ամերիկյան ադմինիստրացիան ինչպես է վերաբերվում տարածաշրջանին եւ ինչա իր տեսլականը, ինչպիսին է իր տեսլականը։ Սա իհարկե շատ վտանգավոր է եւ շատ հետագայի համար շատ լուրջ ականներ է դնում, թե ինչպես է զարգանալու վիճակը տարածաշրջանում մոտակա 3 տարին։ Բացատրեմ ինչու՞մն է խնդիրը։ Սրան գալի կպտում է նաև այն, որ Վենսը մի քանի անգամ աջակցություն ցույց տվեց անձամբ Փաշինյանին եւ Փաշինյանի կուսակցությանը ընտրություններում։ Մինչ այս Վենսը որ աջակցել է, դրանք հիմնականում հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակահումանիտար եւ գրեթե ֆաշիստական կուսակցություններ են։ Այսինքն դա ալտերնատիվ Գերմանիայի համար, դա Ֆիցոն է, դա Օրբանն է, դա մեծ հաշվով այն ուժերն են Եվրոպայում ուլտրա աջ, որոնք շատ մոտիկ են կանգնած Մուսոլինիի կամ Հիտլերի պլատֆորմին։ Եվ սա կամ անհանգրագիտության շնորհիվ ներքին դիլետանտության կամ օգտվելով Հայաստանի բնակչության ոչ տեղեկացված լինելուց, չգիտես ինչի Փաշինյանի թիմը սարքել է մատի պատատան։ Գրագետ մարդու համար Վենսի նման անձնավորության գովասանքը վիրավորական է եւ վտանգավոր ինքը։ Եվ աջակցության բանը, հա, բան է, այդ նշանակում է, որ քեզ Օրբանի եւ բանի պես ալտերնատիվ Գերմանիայի համար այդ կուսակցության նման դասում են որպես ֆաշիստ, հակաժողովրդավարական ֆաշիստ, այսինքն դու մեծ հաշվով տեղ չունես եվրոպական սեղանին եւ ընդհանրապես քաղաքակրթության մեջ։ Բայց դուք Վենսի վրա սևեռեցիք։ Իհարկե, որտեվ դա Վենսն է։ Իսկ Հայաստանում դա մատուցում է որպես Միացյալ Նահանգների աջակցություն։ Գլուխները քարով են տվել նորից, որովհետեւ Միացյալ Նահանգների աջակցությունը ստացվում է միայն կոնգրեսով, այսինքն ներկայացուցիչների պալատ, արտաքին հարաբերություններում սենատ։ Հայաստանի Հանրապետությունը Տրամպի ընտրվելուց հետո որևիցե փաստաթուղթ, որը պարտականություններ է որի համար պարտականություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որևիցե փաստաթուղթ կամ պայմանավորվածություն համաձայնություն չունեն։ Բոլորը Տրամպի անձնական ստորագրությունն է կամ Վենսի ստորագրությունն է։ Տրամպը հələ նախագահ կարանք ասենք լավ ինչ որ բան է, Վենսը ամերիկյան համակարգում, արժույթ Վենսը չէ, ցանկացած փոխնախագահ ինքը ոչ մեկ է։ Փոխնախագահն Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմականորեն այդ այն անձնավորությունն է, որը գալու է իշխանության, եթե նախագահին մի բան եղավ։ Ճանաչեցին անգործունակ, բանին կամ ասենք impeachment հայտարարեցին,
ինչպես Նիքսոնին եղավ, կամ սպանեցին Կենեդիին նման, ասենք այդ ժամանակ փոխնախագահն է այդ ուրիշ որից կամ ինքը իր մահով մահացավ, ինչպես բանը Ռուզվելտը եւ եկավ տուն։ Այսինքն ինքը իր բանով, որ տենց նայում եք, ինքը ոչ մեկը համակարգում։ Իր միակ գործառույթը, որը կապված չի նախագահի մահվան հետ, քաղաքական կամ կենսաբանական, դա սենատում նստել, երբ որ ձայները հավասար են, ինքը մեկ ձայնի իրավունք ունի, երբ 50-50-ա կիսվում, ինքը կարող այս կամ այն կողմ քվեարկի, ասենք, եւ բանապ։ Ուրիշ գործառույթ փոխնախագահան չունի։ Եվ համակարգը այդպեսին է, եւ հատուկ է այդպես արած, որպեսզի չլինի այդ ցանկությունը հեղաշրջում անել Ամերիկայում։ Հայր հիմնադիրներից եկած, այսինքն 18-րդ դարից, այնտեղ տենց բան չի դա, մտածված է տենց արված։ Ինքը չունի գործառույթ, հետեւաբար ոչ մի բան չկա։ Ինքը իրականում այս ամեն ինչ որ եղել է, պետք է անել Ռուբիոն։ Լավ, իսկ փաստը Ռուբիոն կանդրադառնանք, իսկ հենց այդ փաստը, այդ աջակցություն հայտնելու փաստը։ Դա վտանգավոր է։ Դա վտանգավոր, նորից եմ ասում, որովհետև դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դիտարկվում է որպես եւ ԿՊ-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դիտարկվում է որպես հակաժողովրդավարական, գրեթե ֆաշիստական ուժ, որը օրինակ կարա ընտրություններ կեղծի, որը կարա գործի իմոնց ամեն ինչ մնացածին օրենք, այսինքն Մուսոլինիի սկզբունքով։ Եվ ստեղ պետք չի հիմա լալա անել, որ ասենք, չգիտեմ, Քոչարյանը կամ մնացած այդ ռուսական թևը դրանք ընդհանրապես չեն դիտարկվում։ Դրանք բանից դուրս են։ Խոսքը նրա մասին չէ, որ դրանք ճիշտ չէ, ուղղակի Նիկոլենք դրանց նման մեկն է։ Ոչ մի տարբերություն չկա։ Երկու դրվագ նկարագրեցիք, առաջին հիշատակեցիք ավելի շուտ, առաջինը այդ ցեղասպանության նշումը, որ հանվեց, եւ երկրորդը, որ Նիկոլ Փաշինյանին աջակցություն տրվեց։ Երկուսն էլ ինչ որ ցուցիչներ են, ոչ թե պարզապես փաստեր են, որը Ես ես ասեմ, այնտեղ վերաբերմունքը որտեղ երևաց նաեւ, երբ իրան հարցրել են, այս ինչ էր, այս ցեղասպանության հետ կապված։ Իր ներկայացուցիչը, թե ինքը ասել են, թե հայկական կողմը ինձ խնդրեց, որ ես գնամ Ծիծեռնակաբերդ, այդ իրասեփական կամքը։ Ընդ որում գրառումը, որ ինքը արել է բանում, այդ ընդհանրապես խայտառակություն։ Այսինքն գրառման մեջ, գրառումից երևում է, որ ինքը որ Կարենը ճիշտ էր, իսկ իրանք սխալ, իրանք չունեն այն անձնակազմը, որը իրանք պատրաստել է, եւ իրանք չգիտեն ինչ պետք է գրեն տենց տեղերում։ Ինքը գրել է այն, ինչը որ Նիկոլի հետ հարցը պատասխանի ժամանակ վերջում ասեց, դա սկզբում որ ապագա, բան ինչ որ հայ-ամերիկյան հարաբերություններ, ինքը չգիտի ինչ գրի։ Որ ցեղասպանության բանում հուշահամալիրում տենց բաներ չեն գրում։ Այնտեղ դու պետք է խոսես նրանից, ինչը որ իր համար խորտ է, բայց այդ մի կողմ, ասում եմ, ինձ խնդրել են, Վենսին խնդրել, բայց Վենսին ոչ մեկ չի խնդրել։ Հազար ներողություն, դա Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգն է։ Իրան ոչ մեկ չի խնդրել դա պարտականություն է, Հայաստան ես գալիս, պետք է գնաս, առավել եւս որ քո երկիրը ճանաչել է։ Հələ լավ, ասենք երկիրը ճանաչած չլիներ, բայց Բայդենը ճանաչել է։ Ուրիշ հարցը որ Տրամպը էլի սղծրել է, չի ասել անցած տարի, սա տեսնենք այս տարի ոնց կասի արդյոք թե չի։ Դե արդեն այս հանելուց բարձր։ Դե հենց այդ է հարցը։ Մի հատ էլ շատ կարևոր բան է։ Ռուբիոն չերևաց ամբողջ ընթացքում, որը ինձ իհարկե տարօրինակ էր, բայց ինձ թվում է, որ Ռուբիոն դեսպանատան աշխատանքներ կարգավորում եւ ես մեծ վտանգ եմ տեսնում, որ Հայաստանում դեսպան չի նշանակվել։ Եվ տարածաշրջանի միակ աշխատող դեսպանատունը մնալու է Անկարան։ Այսինքն Վրաստանում դեսպան չկա, Հայաստանում դեսպան չկա, Ադրբեջանում դեսպան չկա։ Դա արդեն քաղաքական բայց ինչի եմ ես բան, լրջագույն փոփոխություն։ Որովհետև եթե գալիս է Վենսը, դա լավագույն տարբերակն է, հունվարի 15-ից արդեն դեսպան Կրիստինա Քվինը մեկնեց։ Այո։ Եվ մենք չունենք դեսպան, իսկ փետրվարի 9-ին 10-ին գալը լավագույն տարբերակներ, որ ինքը կամ նոր դեսպանի մասին հայտարարեր, կամ ասեր, որ մենք նոր, բայց ոչինչ չկա։ Բայց այդ հսկա դեսպանատունը։ Այդ հսկա դեսպանատունը ունենալու է, այսինքն կարգավիճակը դեսպանից իջեցվել է մինչև ժամանակավոր հավատարմադիր։
Այսինքն շեղջ լավ եղա գալիս, այսինքն նախարարի մակարդակից իջեցվել է մինչև նույնիսկ ոչ թե վարչության պետ, բաժնի պետ։ Դա ենթադրություն է։ Դա ենթադրություն է, բայց հիմա արդեն եթե այսպիսի ներդրումներ են, եթե դա ճիշտ է, որ այսպիսի բաներ սուտ է, էլի, ես դրա համար եմ տեսնում, որ եթե դու տարածաշրջանում Հայաստանը առանձնացնում ես եւ ասում ես, որ դու 9 միլիարդ ներդրում ես անելու, չնայած այդ 9 միլիարդը ամբողջությամբ գնալու է Ամերիկայի ներսում, այդ 9 միլիարդից Հայաստան ոչինչ չի գալու, այդ ԿՊ-ականների հետիատ եմ պատմում, դա մոդուլային ռեակտորի գինն է, դա դրա սպասարկման գինն է, ապրանքի տեսքով։ Նույնիսկ ապրանքը չի, այսինքն բուն մենակ ռեակտորն է գալու։ Մնացած ասենք կառուցումը բան մնալու է Հայաստանի բյուջեի վրա։ Այն մնաց այդ 9 միլիարդանոց բանը, այդ ռեակտորներն են, 3 հատ մոդուլային ռեակտոր, եւ 4 միլիարդը 5 միլիարդի դա է, եւ 4 միլիարդի հետագա սպասարկումն է, այդ թվում ուրան բան եւ այլն եւ այլն։ Եվ դու կախվածության մեջ ես մնում մի երկրից, որը քեզանից շատ հեռու է, որը քո բանը չի ճանաչում եւ որը մեծ հաշվով ֆաշիստական է, որտեղ ասենք 2 օր առաջ Տրամպը նորից հրապարակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների քարտեզ, որտեղ Կանադան եւ Գրենլանդիան եւ Մեքսիկան ներկած են ամերիկյան դրոշի գույնով։ Այսինքն դուք ունեք հոգեկան հիվանդ, նարցիսիզմ, պաշտոնապես բժիշկների կողմից հաստատված այդ չարորակ նարցիսիզմ կոչված հիվանդություն կրող մարդ անունը Էփշտեյնի նամակներում, Էփշտեյնի ֆայլերում հանդիպում է ուշադրություն կոնգրեսի հայտարարությամբ 1 միլիոն անգամից ավելի։ Տրամպի անունը հանդիպում է 1 միլիոնից ավել, այսինքն ինքը համել սերիական ստախոս է եւ 99%-ով անչափահաս բռնաբարած է տարիների ընթացքում, անկասկած արդեն կասկած չկա ոչ մեկի մոտ, ապացույց չկա, բայց դա ուրիշ հարց է, որ իրավական ապացույց չկա, բայց կասկածել չկա, պարզվում է իր դատախազը, ասենք, չի հրավիրել մարդկանց, ովքեր պաշտոնապես ասել են, որ մենք ենթարկվել ենք բռնաբարության անչափահաս տարիքում եւ ուզում ենք ցուցմունք տանք։ Հրավիրել են այդ մարդկանց կոնգրես, Փեմ Բոնդի կոչված անբարոյական կինը նստած, ասում է ես չունեմ իրանց կանչելու։ Կոնգրեսականները ասում են այս մարդիկ զոհ են, իրանք ուզում են, իրանք ձեզ դիմել են, դուք անտեսել եք, չի հետաքրքրում։ Դա ժամանակի ժամանակի հարց է։ Բայց ինձ չի հետաքրքրում Ամերիկայի միջակայքում, ինձ հետաքրքրում է, որ այս ադմինիստրացիան, որի գլխին կանգնած է մարդ, որի ընդամենը դատական ապացույց չկա, որ ինքը անչափահասա բռնաբար է, ընդամենը դատարանում անցնող ապացույցը չկա։ Ինքը վարչապետին գովում է, ստեղ այս ոչ բարով վարչապետն էլ, դա սարքում է մատի փաթաթան։ Պարոն Սարգսյան, երբ որ ես ասացի ամենասկզբից փոխնախագահ Վենսի այցերի մասին, այս օրերին շատ է խոսում։ Այցեր նկատի ունեի Երևան եւ Բաքու։ Շատ են խոսում համեմատական, մեզ այսքան տվեց Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ այսքան պայմանավորվեց, մենք ավելի շատ էր մեզ մոտ 1.5 օրեր, այնտեղ 1 օր էր։ Մի խոսքով ինչ-որ մրցակցություն է։ Սա ամբողջը տեսնենք տակը ինչ մնաց, ինձ մաղենք։ Ոչ մի տակը չի մնաց։ Իրականում այնտեղ քննարկելու բան չկա, որտեղ նույն Վիտկով եւ Կուշները, որը ապացուցվել է, որ իրանք կաշառքներ են ստացել ընտրություններից, այսինքն արդեն երբ որ Տրամպը ընտրվել է, Տրամպին կաշառք են տվել Վիտկովի հիմնադրամին, Վիճոկի եւ Զյատյոկի եւ Կուշների հիմնադրամին, տարածաշրջանի երկրները, որոնց մեջ կա նաեւ Ադրբեջանը։ Այդ թվում են մարդը, ով Նիկոլին եւ Իլխամին տվել է այդ այսպես կոչված խաղաղության մրցանակը, անձամբ ինքը բացահայտվել է, որ մոտավորապես 500 միլիոն դոլարի կաշառք է տվել Տրամպի հիմնադրամին, հենց Տրամպին պատկանող, ոչ թե Տրամպի որդիներին։ Դրա դիմաց ստացել է իրավունք Nvidia չիպերի։ Այն որ այդ Nvidia չիպերը, որ էլ ոչ մեկին չեն տալի բան, ինչ որ սուտ է, Դուբային տալիս են, խելոք տալիս են, առանց որևէ բանի։ Տրամպ վաղուց
Ամերիկայում ինչ որ արտադրում են համարում որ այդ իր սեփականությունն է, ինքը տվել է այդ չիպերը Դուբային։ Ընդ որում երկկուսակցական բան կա, համաձայնություն կա ներկայացուցիչների պալատում առնվազն, որ դա վտանգավոր է եւ վտանգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը, որովհետեւ Դուբայի միջոցով այդ չիպերը գնալու են Չինաստան։ Եվ reverse engineering-ի շնորհիվ Չինաստանը կարող ստանա այդ նոր սերնդի չիպերի արխիտեկտուրան բացահայտի եւ ինքը իրանով կառուցի։ Այս բանը ասած ինչ է, իմաստ չունի հաշվել ինչքան է այնտեղ մնացել։ Այնտեղ իր խամը իր լոբիստական բաներով Նետանյահուն այդ օրերին Տրամպի մոտ էր։ Կարիք չկար որ Վենսը կուտնա։ Այդ բերել են ստեղ կուտա տվել էլի։ Նիկոլենք որ սենց Վենսին սարքեն բան։ Իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները հակաքաղաքակրթական քաղաքականություն են վարում։ Այսինքն իրանք շարունակում են քայլ առ քայլ անել ամեն ինչ, որպեսզի եվրոպական, հնդեվրոպական քաղաքակրթությունը ոչնչացնեն։ Իրանք ուրիշ ծրագիր չունեն։ Այդտեղ իրանք օժանդակում են թուրքական ուժերը, այնտեղ իրանք օժանդակում է Իսրայելը այդ հարցում։ Մասամբ արաբական, ճիշտ արաբները տենց շատ չէ, որովհետև իրանք հասկանում որ հաջորդը իրանք են, եթե մի բան եղավ, որովհետև ոչ սաուդներին, ոչ էմիրություններին ձեռք չի տալու գեր հզոր Թուրքիան։ Իսկ Իսրայելն ու Թուրքիան այդ ցույց տալով, որ իրանք կոնֆլիկտի մեջ են, իրանք լավ տենց խաղում են, էլի։ Կարող է նույնիսկ Իսրայելի դերին մի քիչ ուշ կանդրադառնանք այդ Հունաստանի եւ Կիպրոսի հետ նրանց Թուրքիայի դեմ, այսպես ասած, որ խոսվում է, դրան մի քիչ ավելի ուշ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն ասում է. հին աշխարհը այլևս գոյություն չունի։ Իրանց երազածն է։ Աշխարհը, բայց մի բան է գոյություն չունի, նշանակում է արդեն վերադասավորվել է, բայց հաջորդ նախադասությունը աշխարհը շատ արագ է փոխվում մեր աչքերի առջև։ Դա իրանց երազածն է, հիմնականում անգրագետ եւ սեկտանտ մասսայի կողմից ստեղծված Միացյալ Նահանգները, որոնք որ վտարվել են Եվրոպայից 17-րդ դարից սկսած, ովքեր որ չկարողացան իրենց իրավունքների համար պայքարել Եվրոպայում, չնայած Եվրոպայում դրա հնարավորություն իրենք տենց ընտրեցին այդ կյանքը, գնացին սեկտանտ են հիմա, մարդը միտեղ մեր աչքերի առաջ փոխվում է աշխարհը։ Չէ, ես հատուկ եմ այնտեղից գալի, ես ձեզ հասկանում եմ ինչ է։ Մեր աչքերի առաջ, իրանց աչքերի առաջ, իրանց երկիրն է փոխվում։ Իրանց երկրում, ասենք կաթոլիկ եկեղեցին լատինոսների շնորհիվ ստանում է ավելի մեծ կշիռ, քան բողոքականները եւ սեկտանտները։ Այո, եւ Տրամպի պայքարը հենց դրա համար է, որովհետեւ մեծ հաշվով հրեաները եւ այսպես կոչված WASP-երը, White Anglo-Saxon Protestant այդ ամերիկացիները, տարբեր տեսակի բողոքական եկեղեցիների ու բաների, իրանք սկսում են զիջել դիրքերը հիմնականում կաթոլիկ քրիստոնեություն դավանող Լատինական Ամերիկայից եկած սերունդների կամ ագնոստիկներին, այսինքն մարդկանց, ովքեր որից հավատ չունեն, Կալիֆոռնիայի կես կաթոլիկ են, ուսկ կես ոչ բանի չի հավատում։ Ինչպես ասում էր Վլադիմիր Սիմոնովիչը, даже в чёрта назвался։ Եվ սա է իրականությունը։ Սրա հետ մեկտեղ առաջանում է այսպես կոչված նոր կրոն, որը տեխնոֆաշիստները առաջ են տանում, այդ Տիլը, Մասկը եւ բանը, որոնք որ հարավային Աֆրիկայից ապօրինի ներմուծած միգրանտները որ կան։ Այդ այսպես կոչված հենց տեխնոֆաշիզմն է, էլի, որտեղ որ խոշոր կորպորացիաները իրանք ստանձնում են եկեղեցու, պետության, հարկայինի, բարոյական կամերտոնի եւ ձեր տան բանի քավորի ու թամադայի ու բանի կարգավիճակ։ Այսինքն իրանք փորձում են փոխարինել այդ կորպորացիաներով բոլոր ինստիտուտները հասարակական, որպեսզի տիրանան։ Ինչի է իրանց պետք որ հին աշխարհը քանդվի։ Հին աշխարհը չի հավատում տեխնոկրատ լուծումներին։ Հին աշխարհը հսկայական սահմանափակումներ ամծրել, թե ոնց կարան եւ ոնց չեն կարող օգտագործել անձնական տվյալները այդ հիմնականում ամերիկյան կորպորացիաները։ Այդ հին աշխարհը հիմնականում դες տարածաշրջանն է։ Եվրոպան է, մենք ենք։ Եթե Ռուբիոն հայտարարում է, որ հին աշխարհը կործանվում է, ինքը իր երազանքն է, որ Եվրոպան չլինի։
Իրանք որերորդ անգամ բացահայտում են, որ Եվրոպան պետքա չլինի։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի նման, Օրբանի նման, տենց տրամպիստ կոչվածները հիմնականում անգրագիտության պատճառով իրանք փորձում են դրան աջակցել ու այն լավ բաները, որոնք ՀԼՔՊ-ն փորձում ասի, որ արել է, սա ջուրն են գնալու։ Հենց դրա պատճառով։ Ինչու՞։ Որովհետև ժամանակ շատ մոտ ապագայում կապացուցվի, որ Տրամպը մանկապիղծ է եւ Տրամպի ուղին մանկապղծության եւ բանի համար այդ պրոյեկտը, որը բոլոր տեղերով ուզում են ոսկի տարերով գրեն, հարցը առաջանալու։ Ինչ է անելու դրա հետ։ Որ Վենսը հերթական անգամ կգնա Եվրոպա եւ պետք է կասի, որ Եվրոպան պետք է գոյություն չունենա։ Ես էլ սպասում եմ, որ ինքը ստեղ կասեր։ Երևի ստեղ ազդել են վրան, որ չի ասել։ Ձեզ կպատասխանեն, որ Թրամփի ուղի է ճիշտ է կոչվում, բայց ստորագրությունները Միացյալ Նահանգների հետ են։ Միացյալ Նահանգների հետ չեն։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Ստորագրել է Տրամպը, Նիկոլը եւ Իլխամը։ Դա մոտավորապես նույն բանն է, ինչ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրման օրվանից այստեղ նստած Այդ օգոստոսի 8-ն եք ասում։ Իսկ այս գալով Ադրբեջանում այդ խարծյա կոչվածը նույն բանը, այդ խարծյան օդից ստեղծած է։ Այն խարծյան, որը Հայաստանի հետ է ստորագրվել, ինքը ստեղծվել էր պետական դեպարտամենտի խորքերում։ Իսկ սա ոչ մի տեղ։ Սա ոչ մի տեղ։ Ինչ կապ ունի, որովհետև պետական դեպարտամենտի քարտուղարը կարա տենց թուղթ ստորագրի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դա նշանակում որ պետ քարտուղարը, այսինքն պետ քարտուղարությունը դրանով զբաղվել է։ Իսկ փոխնախագահան չի կարա, որովհետև փոխնախագահան ոչ մեկ է այդ համակարգում։ Փոխնախագահի ստորագրության վրա պետքա լինի սենատի հաստատում, որովհետև ինքը այնքան բարձր է, կամ այնքան ցածր է, որ բարձրը նախագահին չի հասնում իհարկե, բայց ոնց որ կարա դիտարկվի, որ ինքը փորձում է ուզուրպացիա ենթարկել այդ իշխանությունը։ Այսինքն այստեղ հարցը էլի գալիս կանգնում է նրան, որ Տրամպը լինելով 32 հոդվածով ապացուցված հանցագործ եւ հիմա որ իրան տենց ուղղակի տապակում են, տեղ չունի փախնելու։ Տեղ չունի Էփշտեյնի ֆայլերը, որ բան են անում, ասենք հնարավոր չի փախցնել։ 1 միլիոն անգամ անունը հանդիպել է։ Այն պարագայում, որ ինքը ասում է, այդ մարդը չեմ շփվել, ինչը չէ շփվել այդ տղա։ Ադմինիստրացիայի կեսը հայտարարել է, որ 2005 կամ 2007 թվականից հետո չի շփվել, ֆայլերում բացահայտվում է, որ մինչև 15-14 թիվ լավ է գնացել են իրանց տուն։ Այն լատնիկը, որը որ տարիֆների ամենամեծ ջատագովն էր, պարզվում է այդ լատնիկի երեխեքի դայակին էր Էփշտեյնը ուզում բռնաբարեր, սա մի անգամ ասել է, չէ, հետո վերցրել է այդ դայակին իր երեխեքին, գնացել է դրա կղզին։ Իսկ հետո ոնց որ ինքը գնացել է երեխեքի հետ, իսկ դայակը մնացել է։ Տրամպի ադմինիստրացիայի նկարագրությունը այս ադմինիստրացիայի հետ ցանկացած թուղթը ամոթ է։ Փետրվար 19-ին խաղաղության խորհրդի նիստն է լինելու։ Հայտարարությունն էլ է դա էլի։ Հայտարարություն։ Ժողովուրդ դա կապիկություն է։ Լուրջ եմ ասում, դա կապիկություն է։ Չի կարա լինի խաղաղության։ Չի կարա մի աշխարհակաղակական իրավիճակում, որտեղ գնում է Ուկրաինայի պատերազմ, որտեղ ամեն օր երեխեք են զոհվում հրթիռակոծությունից, այնինչ չի որ ասենք առաջնագծում են կրակում, չէ, հրթիռակոծությունից խորը տիկունքում։ Չի կարա լինի բան խաղաղության, ինչ խաղաղության խորհուրդ, այն էլ ով այդ բաները։ Չի կարա լինի խաղաղության մասին խոսք, երբ որ դու հայտարարում ես, որ այս երկիրը նարկոտրաֆիկը ապահովում ինքը հանցագործաբան նախագահային փախցնում ես, երկիրը ասում է ապրես այդ դեբիլին տարար, քեզ ստեղներս էր ասե, ու շարունակում է նարկոտրաֆիկ անել։ Այսինքն ինչ է արել, Վենեսուելայից ուղղակի 6 տանկերս գողացել մեջին ավտով, հա։ Ինչ արածը ինչ է։ Ինչի սուտ խոսում որ Հնդկաստանը դադարել է առնել ռուսական նավթ։ Ինչի։ Ոչ մի բան չի դադարել։ Տանկերների դրոշն է փոխվել, ընդհանրապես չի դադարել։ Հատուկ վերլուծաբանները նայել են, որ ոչ մի բառ էլ չի պակասել։
Վերադառնանք այդ Ռուբիոյի խոսքին, որ աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, մեզ մոտ էլ է տեսեք դուք դեսպանատան պահով ասացիք, դա արդեն ինչ որ փոփոխության նշույլ է, մեր տարածաշրջանը փոխվում է։ Ամերիկան է թուլացել։ Ամերիկանը թուլացել, թե քաղաքականությունն է։ Ամերիկան թուլացել է, դրա հաշվին է փոխվում, բայց խոսքը նրա մասն է, թուլացել է նույնիսկ ոչ թե այն բանով, որ տեսեք դոլարի կուրսի հետ ինչ է կատարվում, տեսեք ամերիկյան տնտեսություն, տեսեք տարիֆները, տեսեք ղեկավարությունը, տեսեք իրավիճակը Ամերիկայում մենտալ։ Ամերիկան ընտրում է իրան Տրամպի նման հանցագործի, ապացուցված հանցագործի։ Ապացուցված այն պահին, երբ ընտրությունների օրն էր, ապացուցված էր, որ ինքը 32 հոդվածով մեղավոր է։ Այդ փոխվել է իհարկե։ Այսինքն բան չունի ինքը ամրության այդ պաշարը չկա։ Տնտեսության վիճակը մյուս կողմից նայում եք տարիֆները, Կանադայի հերթական ինչ որ կամուրջի հետ կապված կռիվ։ Սկզբից կամուրջի, գիտեք այդ կամուրջի պատմությունը, բանից Վինձորից մինչև Դետրոյթ պետք է կամուրջ կառուցվեր։ 2 օր այդ թեման բարձրացավ կամուրջ Տրամպը ասեց սա, հետո լրագրողները բացահայտեցին, որ այնտեղ գործող միակ կամուրջ կա, որը սեփականության մեջ է մի ընտանիքի, ամբասադոր բրիջը այսպես կոչված, որ դրա սեփականատերը վազելով ապալ-թափալ լեզուն ուսի վրա գցած եկե մտել է սպիտակ տուն, նու պայմանական ինչ-որ ճամպրուկով, ճամպրուկը թողել է դուրս է եկել ու Տրամպը ասել է չէ այդ կամուրջը պետք չի, այսինքն ուղղակի կաշառք է վերցրել։ Ուղղակի կաշառք է վերցրել։ Okay, հələ կոպիտ ասած դատարանում ներկայացնելու, սա Ամերիկան խոսում է դրա մասին։ Ամերիկայի մասին է խոսքը, որ աշխարհը փոխվում է, հա, իհարկե փոխվում է։ Ուղղակի կար մի երկիր, որը մենք բոլորս եւ իրենք հավատում էին, որ դա ժողովրդավարության գլխավորությունն է եւ առաջադեմ երկիր է եւ ինքը պատասխանատու է աշխարհում հումանիտար հարցերի համար, բանն հետո եկավ մի մարդ, ագեց USAID-ը, կրճատեց բաները, հիմա տենց դեսպանատներն է կրճատում, ընդ որում դա մենակ Հայաստանի ու Ադրբեջանի Վրաստանի մասին չի, Սլովակիայում անում էլ է տենց, այսինքն այս ամբողջ ծավալը, որ փոփոխվում է, հա փոփոխվում է, որտեղ Ամերիկան դուրս է գալիս խաղից։ Ամերիկան դուրս է գալիս խաղից, Փաշինյան եմ մեջբերում, Միացյալ Նահանգները ներդրումներ կկատարի Հայաստանում առնվազն 99 տարի, սա նշանակում է, որ աշխարհի ամենահզոր երկիրը ներդրումներ է կատարում, ինչը նշանակում է, որ ի հայտ է գալիս կայունության, անվտանգության երկարաժամկետ գործոն, եւ կարծեմ այնտեղ մի ցիտատ էլ կար, որ այդ նշանակում է, որ 99 տարի մենք գոնե մեր սուվերեն սուվերենությունը կարողանալու ենք պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չտեղեկացված լինելով կամ հասկանալով ու նենգաբար ստելով հիմարությունա դուրս տալիս։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 99 տարով ներդրում էին արել նաև Աֆղանստանում, նաև Իրաքում, նաև բոլոր այն երկրներում, որտեղից ինքը խելոք փախել է, ել չասած Վիետնամի մասին։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումները որպես այդպեսին, դա ամերիկյան ընկերությունների ներդրումներն են։ Եվ Ամերիկայի դուրս գալը կամ դուրս չգալը կախված է նրանից, թե կոնկրետ այդ կորպորատիվ բաներից ելնելով, շահերից ելնելով այդ տնօրենների խորհուրդը կցանկանա դուրս գրել դա որպես կորուստ կամ արդեն կստանա return of investment-ը կլինի, այսինքն ներդնումա 4 միլիարդ, եթե ինքը 5 տարում 4 միլիարդը հանեց, 6-րդ տարվանից սկսած ցանկացած վարկյան ինքը կարա դուրս գա, որտեղ ինքը արդեն իր փողը անել է։ Նիկոլ Փաշինյանը խափում է։ Վստահ եմ, որ նենգաբար սուտ է խոսում։ Դա մեկ, որտեղ 99 տարվա բան, դա ոչ մեկ չի կարող տալ, բացառվում է դա, վերջի 99 տարին, որ հետ գնակ, տեսնակ, որ 2 համաշխարհային պատերազմ է եղել, այսինքն ընդեղ բան է, պլյուս հիմա այսպես կոչված կվանտային անցում կա, որը չգիտես ինչ կանի ընդհանրապես, այս մեկ, երկրորդը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենահզոր պետությունը չեն, ամենահզոր միավորը, դա Եվրամիությունն է, անկախ նրանից, կամ մեծ Եվրոպան, անկախ նրանից, Նիկոլին դա դուր է գալի, թե դուր չի գալի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես ամենահզոր չեն, որովհետև Միացյալ Նահանգները առանց իր բաների,
կապերի Չինաստանի եւ Եվրամիության հետ։ Ինքը թույլ է, ոչ մեկը։ Հիմա տարիֆային քաղաքականության շնորհիվ անկում է տեղի ունենում եւ մոտակա 4 տարին, եթե Թրամփը շարունակեց, դուք շատ արագ կտեսնաք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենահզորը չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մնացորդային սկզբունքով մեծ իներցիան, ամենամեծ տնտեսությունն է, տրիլիոնավոր դոլարների եւ այլն, ամենակարևոր ֆոնդային բորսան է, հիմնական տարադրամն է, այո, բայց դա ընդամենը այնտեղ այդ մայրցամաքի վրա Հյուսիսային Ամերիկայի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր մայրցամաքից դուրս փափուկ ուժի բացակայության պարագայում ոչ միայն ամենաուժեղը չեն, այլ զիջում են գրեթե բոլորին, որ իսկ հիմա երբ գոյություն չունի USAID-ը, անհասկանալի է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց են պատրաստվում այն երկրներում, որոնք մշակութային առումով Ամերիկայից տարբեր են, այսինքն բողոքական չեն կամ հրեական ֆակտորը այդքան ուժեղ չի, ոնց են իրանք պատրաստվում այդ երկրներում առաջ տանել։ Ձեզ պարզ օրինակ, Հայաստանը ձեզ պարզ օրինակ, Ուկրաինան ձեզ պարզ օրինակ, Եվրոպան ձեզ պարզ օրինակ։ Իդեպ խոսում են, որ Թրամփը կարող է դուրս գալ ուկրաինական այդ բանակցություններից։ Դե դա էլ է հերթական հիմարությունն էլ է դա, որովհետև ինքը խոսք տվեց Իրան 1000 ներողություն, բայց ինչպես ասում են ռուսները բան արեցին, Ֆուֆլանդիայի պասպորտ տվեցին, որտեղ ինքը 24 ժամ պետք է կանգնացներ։ Հիմա ցանկացած Իրան հարգող տղամարդ, որը մտնում է սպիտակ տուն, կարա այս մասով միացած չափալախ տա դուրս գա, որտեղ ինքը ոչ փակուղի մտավ։ Իհարկե։ Բա ինչա։ Ոչ միայն փակուղի մտավ, դուք ուշադրություն դարձնեք ոնց է խոսում ինքը։ Ինքը ոչ միայն փակուղի է մտել, իր ամոթ դիմենցիան այլ է իրանոտում։ Չէ, ուկրաինական պատերազմը փակուղի մտավ։ Ոչ, ուկրաինական պատերազմը իր հունով շարունակվում է, մինչև որ Ռուսաստանը մաշվի, որտեղ բոլորին պարզ է, բացի Տրամփից երևի, որ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, որտեղ Ռուսաստանը չի կարող կանգնել։ Բայց Ռուսաստանը ճանապարհ է փնտրում Թրամփի հետ, տնտեսական շահեր, հետաքրքրություններ, ասում է դոլարը կարծեմ թե նորից մենք կսկսենք գործարկել։ Ավելին նույնիսկ Լավրովը ասաց, որ մենք չենք համարում, որ այդտեղ իրանք համընկնում են Ռուսաստանը եւ Թրամփը։ Երկուսն է հայտարարում են, որ Եվրոպան պետք է գոյություն չունենա, Եվրոպային հաշվի չենք առնում, դու չես կարա Եվրոպային հաշվի չառնես, եղբայր Եվրոպան 500 միլիոն մարդ է։ Եվրոպան իրանք սիրում են տրոհել երկիր ներկայացնել, բայց դա տենց չի։ Եվրոպան 500 միլիոն մարդ է, ամենամեծ տնտեսությունն է, ամենամեծ պատենտների բանն է, որ ամերիկացիք սիրում են տենց ասել։ Մի անգամ ասեցի, եթե չեմ սխալվում, ստեղ էր եթերում էր, հիստերիկացել էին դե կիսագրագետները, բա ինչ եք խոսում բան, պատենտների քանակով, գիտահետազոտական պատենտների, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում պետքական պատենտների, ոչ թե ասենք ես թղթի բաժակի վրա մի հատ բան գրել, իրական ինժեներական պատենտներով Միացյալ Նահանգները նենց չի որ շատ առաջ են Եվրամիությունից, իսկ նույն չիպերի արտադրության բաները են, չուր հիմա կվանտային բանն է, դա նիդերլանդական ընկերություն է, դա հոլանդական ընկերություն է, Ամերիկան չի խաղում այդ դաշտում, ընդհանրապես չի խաղում։ Գովազդ հայտարարենք եթերում, հետո կվերադառնանք Եվրոպա եւ Ամերիկա փոխհարաբերություններին եւ այստեղ ամենակարևորը ոչ թե բուն իրենց հարաբերություններն են, այլ Հայաստանի դիտանկյունից գնայինք, քանի որ ես մեջ բերելով այդ Նիկոլ Փաշինյանի խոսքը, նա ասեց անվտանգության երկարաժամկետ գործոն է այդ Միացյալ Նահանգների 99 տարով Հայաստանում ներդրում անելը, այսինքն անվտանգության երկարաժամկետ հույսը Հայաստանը դնում է Միացյալ Նահանգների վրա կամ կապում է Միացյալ Նահանգների հետ ու Եվրոպայի մասին մենք վաղուց կարծես թե ոչինչ չենք լսել։ Այս հարցերին գովազդից հետո։ Գովազդե սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ, եւ այսպես պարոն Սարգսյան, Փաշինյանը անվտանգության երկարաժամկետ գործոն է համարում եւ Հայաստանի անվտանգության որպես երաշխիք համարում է այդ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, որի մասին պայմանավորվել են եւ օգոստոսի 8-ին 25 թվականի եւ այս Վենսի գալով կարծես թե ինչ որ բան ամրապնդվել է։ Իմ հարցս հետեւյալն էր. շատ էինք մենք խոսում եւ անգամ օրինագիծ ընդունվեց Եվրոինտեգրման մասին, Եվրոպային որպես գործընկեր եւ չեմ ասում երաշխավոր, բայց անվտանգությունը եւս կապում էինք Եվրոպայի հետ, Եվրոմիության անդամակցության հետ։ Մոռացանք դրա մասին։ Չէ, մենք չմոռացանք, դա միակ տարբերակն է։ Հայաստանի անվտանգության եւ զարգացման միակ երաշխիքը Եվրոմիության անդամակցությունն է։ Գոյություն չունի այլ երաշխիք։ Ինչ որ վերաբերվում է տենց, տեսեք, Նիկոլա եւ նիկոլականները տեղական սուպերդախլչիների աջակցությամբ ուզում են մնան կոռումպացված Օրբանի նման կառավարություն, որը ցանկալի է, որ որից է տեղից իր վրա ազդողուց չլինի։ Իրանք ուզում են տենց հեռու ինչ որ մեկը լինի, անի որ իրենց անվտանգությունը կպահի։ Իրանք հայտարարում են, որ Հայաստանին տեսնում են բոլոր հնարավոր բաներից դուրս, այսինքն բլոկներից դուրս, այսինքն այդ կոչվում է նեյտրալիտետ։ Այո։ Ուրեմն Հայաստանի պարագայում դա կործանարել, որովհետև դու գտնվում ես միջավայրում, քո իրենց իրաց բառը տարածաշրջանում, դու խորթ ես մշակութային, կրոնական, էթնիկ եւ մենտալ առումով։ Մենք այլ կերպ ենք մտածում։ Նիկոլ Փաշինյանը կարող է
համարում է, որ իր գյուղը, որտեղ ինքը մեծացել է, Ադրբեջանին մշակութային առումով, լեզվական առումով ավելի մոտիկ է, քան մնացած ասենք, չգիտեմ, էլի կարող է այդպես բանի մեջ են, որ իրենց համար դա օքեյ է, բայց իրականում թե Թուրքիայի, թե Իրանի, թե Վրաստանի եւ թե Ադրբեջանի համար Հայաստանը վտանգ է, որովհետեւ Հայաստանը դա նշանակում է Եվրոպա, ինչի մասին Իրանը ժամանակ առ ժամանակ խոսում է։ Իդեպ արդեն ստեղ է սա հասել, որ ինձ փորձում են ինչ ես ասում Իրանը, ոչ թե Իրանը, որովհետև Իրանը էտեն է, որտեղ իրանց ուղեղն է մի քիչ ավելի բարձր, դա մարմնի մասն է։ Ես դրա համար ասում եմ Պոլս, դրա համար ասում եմ Սմյուրնա, դրա համար ասում եմ Իրան, որովհետև ռեյով է, ռեյով չի, ռեյով մարմնի մասն է, նորից վերադառնանք Իրանի համար, Հայաստանը, դա Եվրոպան է։ Նիկոլի համար դա վտանգ է, որովհետև եվրոպական համակարգում ինքը կոռումպացված, ֆաշիզմի կողմանկից Վենսի կողմից աջակցություն ստացող, մեծ հավանականությամբ դեպի հակաժողովրդավարական ռեֆորմներ գնացող անձնավորություն է։ Դա որպեսզի պարզ լինի։ Նիկոլ Փաշինյանը հիմա իշխանության այնքան, ինչքան օրինակ Սերժ Սարգսյանը 8-ին + 7 ինչ եղավ այնտեղ 15 թվականին 16 հələ հիշեք ոնց է Սերժին վերաբերվում ոնց է հիմա դիտորդներն եմ ասում այ նույն բանն է հիմա ուղղակի ինքը բան է սարքում տենց տպավորություն է ուզում ստեղծի որ դա այդպես չի բայց իր հակակրանքի վարկանիշը հասնում է Ռոբերտ Քոչարյանի հակակրանքին այ ինքը խառն է հիմա ատում ենք շատերին Հիմա ատում ենք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Իրան, Լևոն Տեր-Պետրոսյանին, ռուսական ուժերին 13, 20, 21 կուսակցություն անուն ցուցակներ են պտտվում։ Հələ սպասեք, Եվրոպային անդրադառնանք։ Եթե հասկացա, դե հա, դե հիմա ինչ ասեմ 21 հիմա որ հետ պատտվեք կպարզվի, որ դրանցից 90%-ը ռուսամետ են, 10%-ը հələ չեն որոշել ինչա մետ են որովհետև ես չեմ տեսել ուժ քաղաքական, որը հələ որ չեմ տեսել, մարդիկ երևի չեն, որը կանգնի Նիկոլին կասի դու սխալ ես։ Ոչ թե կասի հիմարություն դուս կտա, տիպը դու դավաճան ես, դու Սյունիքը ծախել ես, էշություններ, տենց շատ են տենց էշ դուրս տալիս, մանավանդ ռուսական թևի, չգիտեմ, անեց հիմարություններ են խոսում, նայում ես այսպես թղջան, որ դես պարապել էլ, դասատներ կենթաներ, ոբշե թե չէ։ Բայց ասենք որ կանգնեն ասեմ որ դու սխալ ես ինչ կետերով չկա տենց բան հələ որ ինձանից բացի ոչ մեկ չի ասում Նիկոլի համար իդեալական վիճակ է ինքը հիմա ցույց է տալիս որ ինքը կամ ինքն է կամ սրանքը այդ բաներն են էլի բաց ռուսամետներն են ինքը տենց քողարկված ռուսամետ է պլյուս հիմա ասում է Եվրոպան ես փոխարինում եմ Ամերիկայով եւ հիմնականում վատ տեղեկացված մարդկանց խափում է։ Նորից եմ ասում, Հայաստանը եթե Ամերիկայի վրա հույս է դնում, դա կարա լինի մի տարբերակով։ Կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները 3 ռեակտորից բացի նաև, չգիտեմ, մի 300 հատ միջուկային գլխիկ են մեզ տալի, հրթիռ են տալի, ասում են։ Հետախուզական դրոններ են տվել։ Չէ, հետախուզական դրոնները, այդ հետախուզական դրոնների պատմությունը вообще ուրիշ է։ Իրա գինը շուկայական գին է, ընդ որում առաջի սերնդի $25 միլիոն։ Ես չգիտեմ 11 միլիոնով ինչ են տվել։ Չգիտեմ, իրոք չգիտեմ, իրա գինը շուկայական 10-25 միլիոն է։ Դրսի համար 36 11 միլիոնով կարող է այդ նույն գինն է, որով որ 11 միլիոնով, ասենք, որով նստած է, բանի, ամորտիզացված վիճակով նստած է, ասենք, չգիտեմ, US Navy-ի բալանսի վրա։ Okay, լավ, մի հատ տվել են 11 միլիոնը, մի հատ դրոն է, այդ մի հատ դրոնը տարել են դրել են նախագահականում։ Հայաստանի Հանրապետությանը անվտանգության եւ հետախուզական տվյալները թարմացնելու եւ ոչ մեծ սա հարցը լուծելու համար 1200 կիլոմետր լավել առաջնագիծ ունեցող երկրի համար 24/7-ի պարագայում պետքա 18 ցանկալի է 3 անգամ ավել, որպեսզի, ասենք, եթե մեկը փչանա դնես կամ ասենք արագ փոփոխության խնդիր լինի, այդ է։ Այսինքն մեզ պետքա ավելի քան ինչքան 36 18 չէ 50-ին մոտ, в общем, запасով։ Հետ են գալիս, ինչ է տվել Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների հետ, եթե դուք ուզում եք անվտանգություն ապահովեք, ընդ որում նույնիսկ իրանց տված զենքը երաշխիք չի, տեսեք Աֆղանստանի կառավարությունը։
20 տարի մնացին, 1 տրիլիոնի զենք տվեցին, ամեն ինչ տվել էին, ամեն ինչ։ Բայց տալիբները այսպես արեցին եւ պրծավ այդ ամեն ինչը։ Սա անցավ տալիբներին։ Հետո մի մասը հայտնվեց, ասենք, տարբեր երկրներում, այդ թվում Ադրբեջանում։ Դրա համար պետք է ունենալ 2 հավելյալ տանկային կորպուս, եթե կարճ։ Այն է ինչ որ ես ասում եմ։ Այսինքն իրոք տանկային կորպուսներ ունենաս 2, մեկը դեպի Թուրքիա, մյուսը դեպի Ադրբեջան կանգնած, որ դու ասես ես նեյտրալ երկիր եմ։ Բայց դրանից հետո ստորակետով պետք է ասես մեկը ինձ որ հանգարց կասկածեցի, որ վրես ուզում եք թարս նայեք, այսինքն մամաներդ լացացնելու եմ։ Ուրիշ բան չէ, ուղակի մտնելու եմ վառելով գնամ, որ կենթանի կատու չեմ թողի բացի վանակատուներից։ Մենակ այդ պարագայում դու կարաս լինես բոլոր բլոկերից դուրս, բայց Հայաստանի տարածքը չի թույլ տալիս դա, որտեվ այդ պետք է ռազմավարական խորություն ունի, Ուկրաինան տենց կարա անի, խորն է ինքը թիկունք կա, Հայաստանում թիկունք չկա, հետևաբար դա էլ չի օգնի, քեզ այդ 2 կորպուսը պետք է, որ երբ որ քեզ ուզենան կուլ տան, իսկ քեզ ուշ թե շուտ դրան հասնելու է, դու հնարավորինս վնաս տաս, այնքան այօրինակ Նիկոլան ասում է, չէ, ես չեմ հասկանում բանակը ինչի համար է պետք։ Դու պետք է ցույց տաս, որ դու այնքան ես վնաս տալու, որ քեզ գրավելը ավելի թանկ է նստելու, քան քո հետ գործ բռնելը, քո պայմաններին համաձայնվելը։ Այսինքն քեզ այդ ամեն ինչը պետք է, քեզ պետք է, որ 3 միլիոն հոգի ունենան տանը զենք, որպեսզի ցանկացած մարդով ասում է, այ հարցակվեմ Սյունիքը կտրեմ, հասկանա, որ ինքը Սյունիքը կտրելու վրա կարա 300,000 զոհ տա ու փաստ չի, որ կկտրի կանցնի։ Այդ հələ չհաշված, որ հայկական համայնքներն էլ ցանկացած մեկի վրա կասկածեն, որ էսի հարցակվողի ազգից է, ասենք կարող է այդ խեղճ հարիֆը Փարիզում կրուասան ուտելուց վիզը կդրեն, թողեն այդ կրուասանի վրա։ Ու ինքը տենց էլ չհասկանա խի։ Ինքը ուղղակի նույն անձնագիրը ունի, ինչ որ մեր վրա հարցակված երկիր է։ Այդ դա է, որ թույլ է տալիս լինել նեյտրալ երկիր, բայց դա լավ սցենար չի։ Դա վատ սցենար է, որտեղ տեղ ամեն ինչը ուղղված է դեպի կյանք խլել։ Դա լավ չի։ Պետք է կառուցես երկիրը, նենց որ մարդիկ ուզենան ապրեն, որ հավեսը լինի։ Իսկ որպեսի հավես լինի, որպեսի դու զարգանաս, որպեսի դու ստիպված չլինես բյուջեիդ 40%-ը դնես պաշտպանական բանի մեջ, 5%-ով բավարարվես, դու պետք է մտնես Եվրամիություն, որտեվ հողի վրա քեզ նորմալ բանով։ Մենակ Եվրամիությունն է, որ ընդունում է։ Մենակ Եվրամիության մեջ դու կարաս ապահովես քո ինքնությունը պաշտպանող ծրագրեր։ Մենակ Եվրամիության տարածքում դու կարաս ստիպված չլինես կրոնդ փոխես։ Լավ, Եվրամիություն, դուք էլ ասում եք Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներին մի անգամ հավատացել ենք։ Սրած Եվրամիության երկրների Այո։ Եվրամիության հետ կապված ոչ Եվրոպայի դեմ Ամերիկայի պայքարը, դա ասենք մի անգամ արդեն դրա զոհը եղել են։ Այդքան շատերի կողմից սիրված բանն է, Ռուզվելտի բացիկը, ինչպես ես եմ ասում, կամ նեղ շրջանակներում լայնորեն հայտնի Վիլսոնյան քարտեզը։ Ինչպես է Եվրոպան պաշտպանվում։ Վերապետ մենք ասում ենք, ահա, իրանք հավաքում են։ Չէ, եկեք բան չանենք։ Ասում են վերադասավորվենք, ուժեղանանք, կեսանենք, ՆԱՏՕ-ը երկուսը ստեղծենք։ Ընդհանրապես կարիք չունի։ Չեք թողում ասեմ, Եվրոպան կարիք չունի պաշտպանվի Ամերիկայից։ Ամերիկան ինքը իր խոդով սատկելու է ասենց որ գնա։ Ինքը կամ հետ պետք է վերադառնա ընտանիք, կամ սատկելու է, որովհետև դու չես կարող կտրել կապերը քո ընտանիքի հետ եւ մնաս դու։ Ինքը հիմա ինչ անում, ասում է ես բան եմ Վենեսուելային կծեցեմ ու Չինաստանի դեմ կռիվ կրեմ։ Չես կարա դու Չինաստանի դեմ կռիվ տաս, եթե Եվրոպան քո դաշնակիցը չի։ Իսկ Եվրոպան քո դաշնակիցը չի, եթե դու ասում ես, որ դու Գրենլանդիան գրավում ես։ Վերջակետ, պրծավ։ Նոր ընկերական շրջապատեսություն, խաղաղության խորհուրդ կոչված նոր ընկերություն։ Այստեղ եմ ասել, հա, այս ինչ նոր ընկեր։ Ուր է տեղ ընկեր։ Չէ, ուր է տեղ ընկեր։ Հարցնում եմ, ինչ տրամաբանությամբ է Անբարալականությունը բալանսավորված քաղաքականության հետ շփոթող Նիկոլ Փաշինյանը, Պակիստանի վարչապետը, որտեղ ամեն նախորդ վարչապետը բան է անում, մեռնում է հրաժարական տալուց 5-ից 6 տարի հետո, ով է այնտեղ։ Ռազմական հանցագործ Նետանյախուն,
ցիրկ ու ռոցով։ Նիկոլ Փաշինյանը շլյապով սենյակում նստող քաղքենի է, անգրագետ, մեծ հաշվով։ Ինչի մասին է խոսքը։ Ասենք խոսք կարամ նորմալ մարդ ուզենա գնա Պակիստանի վարչապետի կողք կնստի, չեմ կարող հասկանալ։ Հələ լավ Ալիևը խաղաղություն, արա դու լավ գիտես կամ այնքան բանա ինքը չգիտի, ոնց մենք սաղս գիտենք, որ այդ Պակիստանի օթաչուներն էին քեզ ոչնչացնում այնտեղ։ Այդ Պակիստանից եկած նույնիսկ վարձկանները չէ, կամավորներն էին, որ քո դեմ կռվում էին։ Արա սաղ հեչ Պակիստանի հետ ոնց ես գնում նույն տեղը նստում։ Հեռանկարը ուրեմն Եվրամիության Հեռանկարը հետևյալն է։ Բոլոր այն քաղաքական ուժերը, հիմա կարող եմ ավելացնեմ նաև գաղափարները, որոնք եղել են մինչև 22 թվականի փետրվարի 24-ը պետք է գնան արխիվ կամ աղբաման։ Բա լավ, ժողովուրդը ինչ անի 3 ամիս հետո ընտրություններ։ 3 ամիս հետո ընտրել են կուսակցությանը, որը միանշանակ ասում է, որ պետք է վերամիավորվել Եվրոպայի հետ։ Վերջ, ուրիշ բան չկա, ուրիշ տարբերակ չկա։ Դրանից հետո հանգարց ուրիշին ձեն տվածը, երբ որ իր աղջկան տանեն Էփշտեյնի, հերթական Էփշտեյնի կղզի օգտագործեն, հետո բուգը կտրեն գցեն օվկիանոս։ Եթե իր տղուն դիրքերում սպանեն, բայց նախապես մի հատ բռնաբարեն նոր սպանեն։ Եթե ինքը գնա հիվանդանոց իր սաղ ունեցվածքը ստիպված լինի ծախել, որպեսզի այդ հիվանդանոց տակից դուրս գա։ Եթե ռուսական կապիտալով բանկերը իրան վարկերով խեղդեն, այս բոլոր վատ եթեների դեպքում ծպտուն հանելու իրավունք չունեն։ Լուրջ եմ ասում, եթե հանգարց Քոչարյանական, Սամվել Կարապետյանական, են Արշակ Կարապետյանական, են տարբեր լնգու լավազներ, որ Մոսկվայում վերընկած են, այդ կուսակցություններին ձեն տվողները պետք է լուստրացիայի ենթարկվեն։ Իրանց պետք է հետո տանել դբրոց, առաջ դասերեն սկսած։ Դե կապ չունի տարիքը։ Նորից բերել, գիրք կարդալ տալ, բան որ սովորացնել ասել, եղբայր, այդպես բան չեն անում։ Երկրի քվեարկությունը քմա հաճույք չի։ Նույն բանը անել նիկոլականների հետ, ժողովուրդ չի կարա մի կառավարությունը 7 տարի լինել կառավարում իշխող, մի կուսակցությունը լինել իշխող, պարտվել 2 պատերազմում, կորցնել տարածքներ, համաձայնվել անիմաստ տորագրությունը, նոյեմբերի 9-ը հələ հիշեք ոնց էին վրես հարձակվում, որ ասում էի դա Զուքարանի թուղթ է։ Հիմա պնդում եմ Տրամպի հետ ստորագրածը Զուքարանի թուղթ է, ոչ մի բան է, դա մասնավոր ընկերությունների հետ կնքված պայմանագրերը Տրամպի հետ կնքված պայմանագրի հետ ոչ մի կապ չունեն։ Իսկ են որ Nvidia-ն պետք է գար, դա REM-ն Nvidia-ում աշխատում որպես փոխնախագահ այդ կորպորացիայի վաղուց այդ հարցը քննարկվել է։ Կաշառքի թեմա էր պաստորեն։ Դուբայը ոնց է ստացել այդ չիպերը, հələ 2 սերունդը մեզնից առաջ։ Փողա տվե, կաշառքա տվե, ստացել է։ Դուք է կաշառք տայք, ստատանք։ Ինչի բան սարքում, թեմա սարքում յանի բան եք, ինքան լավն եք, որ ձեզ տվեն, չէ, լավը չեք։ Հիմա ամբողջ հարցը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր Նիկոլ են, որտեվ 7 տարի իշխանության 2 պատերազմ կրված բանը կուժը, այլևս իրանք չունի ասի նախկինները, նախկինը ինքն է, իրանց գնալու վաղթն է, նայք քաղաքի հետ ինչ են արել։ Դուք նայեք, էլ հեսա նորից ամառը կգա, էլի փոշին կուտի մեզ, էլի բան, սաղ, նույնն է, բան չի փոխվել։ Բան չի փոխվել, ժողովուրդ չի կարելի, քեզ այս սահմանադրությունը նրա համար է տված, որ դու փոխես այդ իշխանությունը։ Դե հիմա սահմանադրությունն են փոխում։ Գլուխները քարով են տալի, մյուս անգամ սահմանադրությունը որ փոխվի, պետք է թագավորության անցնեն։ Սահմանադրական միապետության։ Ուրիշ բանի կարիք մենք չունենք։ Էսի հոյակապ սահմանադրությունը, ժողովուրդ մենք իրականում որ նայեք քանի ճգնաժամի մեջով ենք անցել սահմանադրությունը, կտեսնենք որ իդեալական սահմանադրությունն է, իդեալական ուղղակի։ Պետությունը շարունակեց աշխատել հեղափոխության, պանդեմիայի, պատերազմի, մի հատ էլ պատերազմի Դե ինչու եք դժգոհում Փաշինյանից։ Միանձնյա կառավարում է, չէ՞, ապահովում։ Ես ով դժգոհում Փաշինյանից միանձնյա կառավարման համար։ Սահմանադրության վերջի Սահմանադրությունը ինչ կապ ունի Փաշինյանի։ Սահմանադրության գրած չի որ Փաշինյանը պետք է լինի վարչապետ։ Չէ, Փաշինյանը չպետք է լինի։ Մինչև այժմ ասում էին պետք է թալ լարել Փաշինյանին, որտեվ ինքը արդեն նախկին է։ Որտեղ էլի եմ ասում, ինքը հիմա Սերժ Սարգսյանն է 2015 թվին էլի հիշեք։ Ուղղակի մի հատ ուշքի եկեք, հիշեք ինչա կատարվում։
Նույն կոռուպցիոն սխեմաներն են աշխատում։ Նույն ոչ մի բան, ոչ մի տարբերություն։ Բոլոր տեղերից օգտվենք, մենք հարստանանք։ Դա չի փոխվում, որտեղ մարդիկ չեն փոխվում։ Եվ այդ այնպես չի, որ իրանք $1 միլիարդ հիմա ինչ որ գույք են գրանցում շուկայական գներով։ Ես վստահ եմ, որ 3 ընտանիք կա Հայաստանում, որ լավ թափ տաս, կարող է 30-ից 40 միլիարդ եվրո փող տապվի մեջներից, բայց պիտի լավ թափ տաս, ուզենաս թափ տաս, դուխ ունենաս թափ տալու, որը իրանք երբեք չեն ունեցել, պիտի չվախես թափ տաս։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Եվրատլանտյան, մի լավ բան չեղավ էս Վենսի գալու։ Գնաց։ Հոյակապ էր, որ գնաց։ Լուրջ եմ ասում, ինքը կարար օրինակ հակաիրանական հայտարարություն աներ։ Կարար օգտագործել ինքը հակաեվրոպական արեց Փաշինյանի բանով, բայց կարար հակաիրանական։ Այսինքն լավ այներ, ինչը չարեց գոնե։ Լավ այներ, որ գնաց։ Որ չարեց։ Մի վտակին ազվալի գնաց։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր։ Այո։ Մեր զրուցակիցը։ Զրուցվար մեի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։